Ընտրությունների նախաշեմին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է ընդդիմության հասցեին կոշտ հռետորաբանությունը։ Ապրիլի 17-ին ազգային ժողովում նա քաղաքական հակառակորդներին եւ նրանց կողմնակիցներին անվանել է շունուշանգյալ։ Փաշինյանն այդ ձևակերպումն օգտագործել էր մեկնաբանելով ընդդիմադիրներին վերագրվող ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ վարույթը։ Ավելի ուշ Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտնել էր, որ դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պահանջելով վարքագծի կանոնների խախտման հիմքով Փաշինյանի նկատմամբ վարույթ հարուցել։ Չալաբյանի խոսքով շունուշանգյալ արտահայտությունը վիրավորանք է իշխանության քաղաքական մրցակիցների, ընդդիմության եւ նրանց սատարող քաղաքացիների նկատմամբ։ Armenia Today-ը հարցում է անցկացրել պարզելու, թե ինչ են կարծում քաղաքացիները վարչապետի այդ արտահայտության մասին, արդյոք վիրավորվել են դրանից եւ ինչն է այսպիսի բառամթերքի կիրառման պատճառը։ Փող են տալի, դրա համար էլ տենց են էլի վերաբերվում։ Չեն հարգում մեզ ժողովրդին։ Համարում եմ, որ պետք է ավելի հանգիստ, հանդարտ լինել, վերջին ցիվիլ ձևով ընտրություններ լինելու եւ հանդուրժողական լինեն։ Չգիտեմ, կարծիքները տարբեր են, չեմ կարող պատասխանել, բայց դե սիգն արտահայտություն չի։ Դուք ցիծաղ եք առաջացնում, որովհետեւ հարց եք տալիս այնպեսի ոչ թե անձնավորություն ասեմ, այլ դա հասի ասած բառերին, որ նա չի հարգում հայ ժողովրդին։ Երբ որ նա իրան համարում է թուրք, այդ արտահայտությունն արել է, չէ՞, ինքը ասել է իրան թուրք են անվանում, ինքը չի նեղանում։ Երբ որ են մեկը կա է, որ ասում է Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, դեռ ինչ եք ուզում։ Բոլորը, ովքեր աթոռների վրա են նստած, եւ իմիջիալոց ձեր գոլեգաները, որ մեր հայ ժողովրդին ասում են հասարակ սովորական շարքային։ Մենք ոչ հասարակ ենք, ոչ սովորական ենք, ոչ շարքային ենք։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք։ Երբ եղավ այդ զրույցը, երբ որ ձայնագրություններ եղան, ու այդ ժամանակ այդ կողմերը իրար մեջ ասում էին ինչքան շունուշանգյալ կա գումար եք բաժանում, բայց մեր բարեկամներին չեք տալիս։ Հիմա անդրադառնամ նորից ձեր հարցին։ Դրա համար է ասում։ Այդ շունուշանգյալը դրանից է գալ։ Անբարոյական մարդիկ են, որ այդպես բան են անում։ Դրան վերաբերելու բան չկա։ Անկեղծ մարդիկ են։ Այդքան բան։ Իսկ ինչու է այսպիսի բառապաշար ձևավորվել մեր շրջանում։ Որտեվ անպատժելիություն կա դրա համար։ Չգիտեմ, ես չեմ կարող դրան պատասխանել, ինչ են խոսում, թող իրանք պատասխանեն, խեն է ձև խոսում։ Բանը ազգային ժողովում ամբիոնից գոռաց շունուշանգյալներ հավաքվել եք, իրան էլ թափահարեց, եսի մինչեր արեց, բայց այնտեղ ով կար շունուշանգյալ։ Սաղ էլ խելացի մարդիկ էին նստած։ Բայց այդ ինչ արտահայտությունն է վարչապետի։ Իսկ ինչու է նման խոսույթ տարածված։ Որովհետև ընտրություն է գալի, բորբոքված են ԿՊԱ-կանները, որ հնարավոր է չանցնեն, էլ բերաններն ինչ գալի արտահայտվում են։ Ներվերները չի դիմանում։ Մենք մեր վրա չենք վերցնում, նա ասել է ումը, որ պետք է։ Դեգրադացիայի ենթարկվում մեր պետությունը, մեր ժողովուրդը, տարբեր տեղից եկան լսվում ոչ մարդը մեկին ճանաչում է, առաջ ճանաչում էին հարգանք ու պատիվ կար։ Իսկ հիմա ով մարդու չես կարող ճանաչես, չես կարող գնահատես։ Ով ինչ ուզում անում է, անպատժելիությունը շատ է։ Ոնց ուզում են, այդպես շարժվում են։ Իսկ քաղաքի վիճակը առաջ մաքրություն էր, մեկը մի բան գտել, որ ասում խոսում էին վրան։ Իսկ հիմա այդ խոսալը չկա, նկատողությունը չկա։ Բարձա որ բոլորն է կվիրավորվեն, եթե մարդկանց ստրկացնեն եւ փալաս սարքեն։ Չի կարելի այդ վերաբերմունքը, որ մեր ժողովրդի հանդեպ են ցուցադրում։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Տեղյակ չեմ։ Դե ինքը այտենց ցեղից է, որ ծնվել է իրան էտա տեսել, իրան թվում է բոլորը իրա պետք է նմանվեն, հա։ Այտենց բանս կրի։ Շատ վատ կամ մեկը։ Ես այդպես բան չեմ լսել, ճիշտ ասած։ Իրան զարգացվածությունն էլ այդ մարդը ինչ ասես։ Նրանք մարդ չեն։ Ես նրանց ավելի շատ թշնամի կհամարեմ։ Ու իրանց բերել են, իրանք չեն եկել։ Քաղաքականություն ենքան կեղտոտ խորամանկ բանա, մի բան կհաչան, մի հակառակ բան կանեն։ Իսկ ինչու է մեր լեքսիկոնում նման բառապաշար ձևավորվել իրար հետ շփումների մեջ։ Պատճառը ո՞րն է։ Ամեն տեղ ուզում են վերացնել թե հայոց լեզուն, թե հայոց այբուբենը, թե հայ ազգը։ Իրանց ծրագիրը դա է։
անդիմադիրների։ ես լավ լսել եմ, ինքը ուրիշի ուղղակի խոսքը մեջ բերեց, ոչ թե ինքը։ Դա դրա խոսքերը չէին։ Ընդհանրապես ոչ թե մենակ քաղաքական գործիչներին, այլ բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շատ վատ են վերաբերվում, որովհետև մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայ ենք, ոչ ունենք, ոչ շանգալ ենք, նորմալ մարդիկ ենք, մեր կյանքով ապրող, կարող է սխալներ ունենք, կարաս ասես այս մարդը այս հարցում սխալ է, բայց շանգալ է, լուրջ չի։ Շատ վատ եմ դրան վերաբերվում, որովհետև քաղաքացին իրավունքներ ունի, մարդը դա ամենաբարձր արժեքն է, ու ես գտնում եմ, որ պատժել է պետք նման մարդկանց, որոնք որ մարդուն այդպես կարող են վարկաբեկել, այսինքն արժե զրկել։ Շնորհակալ եմ։ Իսկ ինչու է այդպիսի խոսույթ, բառամթերք ձևավորված հասարակության շրջանում, նաև քաղաքական շրջանակում։ Դա կարծում եմ կրթության պակասն է։